Հանուն հոր եւ որդվո եւ հոգվին սրբո ամեն։ Թե այս աշխարհն է անցնում եւ թե ցանկությունը։ Իսկ ով կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան։ Հիրավի թե այս աշխարհի բոլոր անցուդարձը, բոլոր երևույթները, այս աշխարհում ամեն բան ինչ որ կա, անցողիկ է։ Անցողիկ է եւ ցանկությունները, անցողիկ է եւ մարդու հետ կապված այս աշխարհի ամեն մեկ երևույթ, ամեն մեկ գործոն միայն Աստված է հավիտենական եւ եթե այն մարդը ով կատարում է Աստծո կամքը, նա էլ Աստծո հետ միասին հավիտենական է։ Սիրելի ժողովուրդ, անցած կիրակի մարդկությունը գտնվում էր դրախտային կյանքի մեջ, ըստ եկեղեցական հոգևոր պատկերացման։ Ինչի համար, որովհետև մենք հիշում էինք, թե ինչպես էր մեր նախահայրն ու նախամայրը, նախամարդը, այսպես ասած, բնակվում դրախտային կեցության մեջ։ Ուրախությամբ, ցնծությամբ, ամեն մեկը իր օջախներում, իր ընտանիքով, իր բարեկամներով, իր հարազատներով, ճիշտ է այսօր շատ քիչ է, որ մարդիկ հիշում են եւ ապրում են եկեղեցական խորհուրդներով ու պատկերացումներով, բայց առհասարակ հին մարդիկ մեր հայության մեջ ուրեմն շատ էին անդրադարձ կատարում ուրախություններին ու խնդություններին։ Հիշեցնելով մեր դրախտային կյանքի կեցությունը, թե ինչպես էր մարդը բուն բարեկենդանին գտնվում դրախտային կեցության մեջ։ Սակայն սա ժամանակավոր էր, սա վերհիշում էր ընդամենը մարդկային կեցության, թե ինչպիսին էր մարդը Ադամի եւ Եվայի ժամանակ սկզբնական արարման ընթացքում, իսկ այսօր մարդը ինչպիսին է արտաքսումից հետո, քանի որ այսօր արտաքսման կիրակին է։ Ինչ խորհուրդ ունի այն, որ այլևս մարդկությունը արտաքսվեց դրախտից։ Դրախտից արտաքսում նշանակում է զրկվել Աստծո փառքից, զրկվել բոլոր աստվածային հնարավորություններից, զրկվել ճշմարտությունից, զրկվել արդարությունից, մարդը դառնալ մեղավոր, լինել անողոր, անգութ, անհնազանդ, Տիրոջ կամքը չկատարող։ Ուրեմն դրախտից վտարվել նշանակում է ընկնել, ստորանալ, ցածրանալ, նվաստանալ։ Ոչ թե որ իրականում պետք է պատկերացնենք, որ Աստված եկավ, Ադամի Եվայի ձեռքը բռնեց, դուռը բարձեց, ասեց հրատներդ քաշիր։ Ոչ թե այսպես ասեց, ոչ թե խոսքը ուղիղ իմաստով պետք է հասկանանք, այլ պետք է հասկանանք հոգևոր իմաստով, որովհետև Աստվածաշնչի ամեն բառ հոգևոր իմաստ ունի։ Ուրեմն դրախտից վտարում նշանակում է կյանքից վտարում, կյանքդ սևացնել, կյանքդ փչացնել, կյանքդ ոչնչացնել, կյանքդ տանջանքների ու տառապանքների ենթարկել, հոգսերի ու դարդերի ցավերի մեջ տապկվել։ Դառը դատես, դատարկ նստես։ Ամբողջ կյանքդ տառապես, ամբողջ կյանքդ քրտինք թափես, բայց արդյունքը չտեսնես։ Դրախտից վտարվել սա է նշանակում։ Այսինքն ամեն մարդ, ով որ այս աշխարհի վրա հիմա ներկայությամբ ապրում է, եթե նա չի ապրում Տիրոջ կամքով, ուրեմն կրում է այս բոլոր թվարկածներս, ինչ որ ասեցի։ Եվ սրանից ձերբազատվելու, սրանից դուրս գալու համար այսօրվա մեր ավետարանները, ընթերցվածքները շատ գեղեցիկ նկարագրություն են տալիս եւ ուղղորդում են մեզ։ Եվ Տիրոջ շուրթերով, եւ Եսայի մարգարեի շուրթերով, եւ Պողոս առաքյալի շուրթերով։ Ուրեմն Պողոս առաքյալը նկարագրում է քրիստոնյայի կերպարը, թե եթե ուզում ես, ուրեմն այդ արտաքսումից դուրս գաս, ունես հասկանաս թե դու ինչ վիճակի մեջ ես, մի հատ ինքդ քեզ հայելու մեջ նայ,
Տես դու ով ես։ Պաշտամունք ես մատուցում, բայց պաշտամունքդ զուտ քո կմահաճույքն է, զուտ քո եսն է, զուտ քո ցանկությունն է։ Ինչ որ մի բարի գործ ես ուզում կատարել, այդ բարի գործը ցուցադրամոլություն է։ Մեկին ուզում ես հարգես ու պատմես, հարգում ու պատմում ես, որպեսզի բոլոր մարդկությունը քեզ նայեն, ասեն հարարը քեզ։ Մեկին ուզում ես բարի գործ կատարես, ի ցույց համայն աշխարհի ես կատարում, որ ամբողջ աշխարհը քեզ երկրպագի։ Ինչ էլ որ կատարես ընտանիքիդ մեջ կամ ընտանիքիդ դուրս կատարում ես այնպես, ինչպես որ ինքդ ես կամենում, քո եսն է քեզ թելադրում, քո կամքն է քեզ թելադրում։ Բայց Քրիստոսն չի ասում։ Թվարկեք, չէ՞ այնտեղ։ Ասում է, եթե դու ուզում ես Տիրոջը ծառայել, Տիրոջը մոտենալ, այդ ընկած վիճակից վեր կենալ, վեր բարձրանալ, ուրեմն քո ներսում պետք է կյանքի աղբյուրներ մղել։ Կյանքի աղբյուրները հետևյալ կանոններից են։ Սուտ վկայություն չտալու։ Չարին հակառակ չկանգնելը։ Շնություն չանելը։ Դիմացինին չատելը։ Երթում չտալը։ Ուրեմն սրանք ինչի համար է թվարկում Քրիստոս, որովհետև սրանցից բխում են հետևանքներ։ Ինչպես օրինակ ասում է, չէ, Սուրբ գրքի մեջ շատ տեղեր, որ մենք դիմացինին սիրելու համար փող ենք պահանջում։ Ինչ որ մի բան ենք քայլ են կատարում, որպեսզի դիմացինին կարողանանք սիրել։ Այսինքն հարգանք ու պատիվ ենք պահանջում։ Բայց Քրիստոսն չի ասում, մի նայիր թե դիմացինը քեզ կհարգի, քեզ կպատվի, քեզ կընդունի թե չի ընդունի։ Դու քո քայլը կատարի։ Նույնն էլ էս կյանքում ամեն պրոցեսի մեջ, ամեն գործընթացում, ամեն ժամանակ դու մի նայիր թե դիմացինի դու հարգանք ու պատիվ պիտի ստանաս թե չէ։ Դու մի նայիր թե դիմացինը քեզ կհարգի քո կատարած առաքելության համար թե չէ։ Դու մի նայիր թե դիմացինը քեզ կսիրի, կհարգի թե չէ։ Քեզ կպանծացնի թե չէ, քեզ կգովաբանի թե չէ, քեզ կքծի թե վեր կբարձրացնի։ Կարևոր չէ։ Կարևորը դու քո կատարած քայլը կատարի։ Այսա է կարևոր։ Դու չես ապրում այս աշխարհի վրա դիմացինիդ համար։ Դու չես ապրում նրա համար թե ինչ կարծիք կհայտնեն քեզ, այլ դու ապրում ես քո հոգու փրկության համար։ Դրա համար ինչ է ասում է, եթե գալիս ես զոհ մատուցելու, պատարակ մատուցելու մի առաքելություն, բարի գործ ես ուզում կատարես, մի պահ կանգնի։ Սպասի տես դու դրսում որևէ մեկի հետ թշնամանք ունես, որևէ մեկի հետ խնդիր ունես, ընկերդ քո նկատմամբ, բարեկամդ, մերձավորդ, անծանոթդ քո նկատմամբ ինչ խնդիր ունի, մինչև այդ խնդիրը չհաղթես, մինչև չբարեկամանաս, մինչև չընկերանաս, մինչև ներողամիտ չլինես, մինչև չողջագուրվես, մինչև ներողություն չխնդրեք մեկդ մեկից, մինչև մեկդ մեկից չներեք, քո պատարակ գալուտ իմաստը կորում է։ Քո ողորմություն կատարելուտ իմաստը կորում է։ Քո մատաղ անելուտ իմաստը կորում է։ Մատաղ ինչի ենք մենք առնում ընդհանրապես։ Մենք անում ենք մատաղ առաջին հերթին մեր ննջեցյալներին հիշեցնելու համար։ Երկրորդ, մատաղ անում ենք, որպեսզի մեր խիղճը հանգիստ լինելու համար։ Երրորդ, մեր մեղքերին թողություն լինելու համար։ Ինչի համար, որտեղ ողորմություն է։ Մենք ինչքան մարդու ողորմություն ենք բաժանում, այնքան մարդուց օրհնություն ենք ստանում։ Այնքան մարդուց ողորմություն ենք ստանում։ Ինչքան մարդկանց հիշում ենք, կերակրում ենք, այդ սուրբ կերակրով, ինչքան մարդկանց հավատը զորացնում ենք, քանի որ այդ սուրբ կերակրի մեջ կա
հավատքի նշույլը, չէ, հավատքի իշխանությունը կա, որ աղի միջոցով ենք տարածում։ Աղը հավատքի խորհրդանիշն է։ Մենք աղը լցնում ենք կերակրի մեջ, կարևոր չէ, գարամիս է, չգիտեմ, լավաշ է, չգիտեմ, ճաշ է, ինչ ուզում է լինի։ Դրա մեջ լցնում ենք մենք այդ աղը, հավատքով համեմում ենք եւ բաշխում ենք հավատացյալներին, ուխտավորներին կամ ոչ ուխտավորներին, բայց ոչ սիրտուսովանց, այլ պատահական մարդկանց, որպեսզի մարդու հավատքն էլ զորանա։ Ինչի համար մենք պատահական մարդու պետք է ողորմություն անենք, ոչ թե մեր ուզած մարդու, ինչի ասում Քրիստոս։ Ինչ օգուտ, եթե քեզ բարև տվողներին էլ դու բարև տաս կամ քեզ սիրողներին դու մենակ բարև տաս։ Ինչ շատ մեծ բան շահած կլինես։ Մաքսավորներն ու մեղավորներն են նույն բանն անում են։ Այսինքն քրիստոնյայի առավելությունը ո՞րն է։ Դու պետք է նայես։ Քո ամեն քայլի մեջ պետք է նայես։ Սատանան նույն բանը անում է թե չէ։ Մեղավորները նույն բանը անում էին թե չէ։ Հեթանոսները նույն բանը անում էին թե չէ։ Կռապաշտները նույն բանը անում էին թե չէ։ Եթե նույն բաններն են, կռապաշտներն են անում, մուսուլմաններն են անում, չգիտեմ, բուդդիստներն են անում, անհավատներն են անում, սատանայապաշտներն են անում եւ այլն եւ այլն եւ այլն, ուրեմն նշանակում է քո արածը մեծ բան չէ։ Բայց եթե մի բան անես, որը որ ոչ սատանան է արել, ոչ սատանայապաշտներն են արել, ոչ կռապաշտներն են արել, ոչ մուսուլմաններն են արել, ոչ չգիտեմ մաքսավորներ ու մեղավորներ են արել, այդտեղ եթե դու առավելություն տեսար, որ ոչ մի կրոն, ոչ մի հավատալիք, ոչ մի հավատալիքին հետը որ մարդ, ազգություն, այդպիսի բան երբեք իր ամբողջ կյանքի ընթացքում չի արել, ուրեմն նշանակում այդ է քրիստոնեական։ Այսինքն ինչ էր ասում է աչք աչքի դեմ, ատամ ատամի դեմ։ Սա հին օրենքն է։ Եթե մեկը քեզ վատություն է անում, դիպորդը տեղը դնես։ Այսպես էր ասում հին ուխտը։ Բայց ասում եմ ես ես ինչ եմ ասում։ Դուք պետք է տարբերվեք դրանցից։ Ես չեմ եկել հինը ջնջելու, եկել եմ հնի վրա նորը ավելացնելու։ Պարզապես ինչպես ավելացնել։ Չարությունը բարով ավելացնել։ Եթե քո աջ այդին ապտակ է տալիս, սաղթ են արծում։ Որպեսզի ընկած վիճակից վեր բարձրանալ, այսինքն պետք է տարբերվես։ Հիմա պետք է փորձես տալ։ Ինչի եք մենք ընկել։ Ինչի արտաքսվեցինք։ Այդ որ սկզբում թվարկեց ինչի այդ վիճակի հասնենք։ Որովհետև մենք նմանվեցինք Հեթանոսի, մենք նմանվեցինք աթեիստի, մենք նմանվեցինք կռապաշտի, մենք նմանվեցինք սատանային։ Ադամն ու Եվան փորձեցին նմանվել սատանային։ Սատանան է, չէ, ընդդիմացավ Տիրոջը։ Երկնքում ընդդիմացավ Տիրոջը։ Մինչև աշխարհի տիեզերքի մոլորակների, չգիտեմ ինչը, ստեղծվելը, սատանան գոյություն ուներ։ Աստծո մեծագույն հրեշտակներից մեկն էր։ 10-րդ հրեշտակապետած 10-ն էր։ Եվ ամենազորավորն էր, ամենասիրումն էր, ամենակարողն էր, ամեն ինչ ուներ։ Առավել ամեն բան ուներ, քան այսօր մարդը ունի։ Ավելի շատ բան ուներ, քան ամբողջ երկնքի բոլոր զորքերը ունեն։ Աստծո արուսյակ հրեշտակապետը կամ Բեղզեբուղը, սրանք բոլորը սատանայի անուններն են։ Լուցիֆերը, սրանք բոլորը սատանայի անուններն են։ Ուրեմն նույն արուսյակ հրեշտակապետը բոլոր սրբերից առավել մեծ առավելություն ուներ։ Բոլոր սրբերը իրար հետ այսօր, բոլոր սրբերը իրար հետ վերցրած այնքան հնարավորություն չունեն Աստծո առաջ, ինչքան որ ժամանակին արուսյակ հրեշտակապետը ուներ։ Բոլոր հավատները, բոլոր հրեշտակները, բոլոր հավատացյալ մարդիկ, բոլոր սրբերը, բոլոր առաքյալները, մարգարեները, բոլորը իրար հետ վերցրած այնքան զորավոր չեն իրանց հավատքի ուժով, որքան որ արուսյակ հրեշտակապետն է ուժեղ։ Աստվածային զորության 75-ից 80%-ը ուներ։ Աստվածային զորության։ Սատանան երկու բան չի կարող անի։ Մեկը կյանք չի կարող խլի, մեկն է կյանք չի կարող տա։ Չի կարող տա,
եւ չի կարող վերցնել։ Այս երկուսը Աստծո սեփականությունն է։ Մնացած ամեն բան, ինչ աշկերտ կթարթի, սատանան կարող է։ Ամեն բարի բան կանի, որ իր չարիքը մեջից անցկացնի։ Ուրեմն այսօր այդ բոլոր հրաշքների մեջ, բոլոր հրաշագործությունների մեջ դու չես կարող զարմացնել սատանային, որ գիտես ինչ, դու սատանային հավասար ես կամ սատանայից առավելություն ես։ Ուրեմն այնպիսի մի բան պետք է անես, որ կյանք տաս, որ նմանվես Աստծուն։ Այնպիսի մի բան պետք է առնես, որ կյանք առնես, որ նմանվես Աստծուն։ Այսինքն պետք է փոսից դուրս գալու համար, արտաքսումից դուրս գալու համար, այդ իրավիճակի, որ սատանային նմանվեցինք, դրա համար ընկանք փոսի մեջ։ Սատանային նմանվեց Ադամն ու Եվան եւ մարդկությունը դրա համար էլ արտաքսվեց դրախտից։ Հիմա պետք է հետ դառնանք։ Բայց ինչպես եք հետ դառնում։ Նույն բանը կատարում ենք, ինչ որ կատարում է սատանան, ասում ենք ուզում ենք խավություն լինի։ Եվ ոնց խավություն լինի։ Երբ որ նույն բանն անում ես, ինչ որ սա այնպիսի մի բան պիտի անես, որը սատանան չի կարող անել։ Չի արել։ Նրան հետևող կրոնները չեն արել։ Ուրեմն աշխարհի բոլոր կրոնները կեղծ հավատալիքներ են, բացի քրիստոնեությունից։ Բոլոր տեսակի կրոնները կեղծ հավատալիք, թերի են։ Ինչի է թերի, որովհետև նրա մեկի մեջ կարող է սատանան գործի, մեկի մեջ էլ կարող է պարզապես թերի հավատ ունել, որի մեջ թերի հավատ եղավ, հավիտենության չի կարող հասնել, որի թելը կտրած եղավ, ինչքան ուզում ես կապի, այդ քարկաբի տեղը կերևա, այդ թելը դուրան չեղավ, ինչքան էլ ուզում է ճանապարհի վրա լակակցես, միևնույնն է, անցնելուց այդ լադոկները կզգաս։ Ուրեմն պետք է քանդեք, թազա ասֆալտեք։ Նոր թել պետք է կառուցեք, նոր կյանքի ուղի պետք է կառուցեք։ Ինչով? Աստծո։ Կատարելով Աստծո պատգամներն ու պատվիրանները, որոնք որ այսօր թվարկվեց Սուրբ գրքի մեջ։ Սիրել թշնամուն, չշնանալ, ինքնասիրությունը կողքի դնել, սիրել եղբորը, սիրել մերձավորին, բայց ինչպես սիրել, ոչ թե այնպես ինչպես որ, ասում եմ աքսավորներն ու մեղավորներն են, այլ ինչպես որ քրիստոնյայի արժեքն է, ինչպես որ Քրիստոս մեզ սիրեց, և իր կյանքը տվեց նրան, մենք Քրիստոսին պիտի նմանվենք, ոչ թե նմանվենք սատանային, էլի եմ ասում, ինչպես որ այսօր Քրիստոս ասում էր, ինչ օգուտ, եթե քեզ ճանապարհին անցնող բարև տվողին, որը որ քո հարազատն է, որը որ քո բարեկամն է, քեզ ժպտացողին միայն ժպտաս։ Քեզ բարություն անողին միայն բարություն անես։ Քեզ լավություն անողին միայն լավություն անես։ Քեզ ողորմություն տվողին միայն ողորմություն տաս։ Ինչ լավ բան արած կլինես։ Ոչ մի լավ բան։ Կյանքումդ հեշտ չի փոխվի։ Դրա համար երբ որ մենք էլի եք համ հասցեմ այդ ողորմության ճանապարհին, որ մենք հիմնականում կատարում ենք մատաղի ճանապարհով։ Ինչի համար ենք ասում պատահական մարդու դուր, եւ դու հատկապես այն մարդուն, ումից դու նեղացած ես։ Դու հատկապես այն մարդուն, ով որ քեզանից է նեղացած։ Թող կրակի ամբեր կուտակվի նրա գլխին ասում է։ Այսօրվա Քրիստոսի խոսեն, լսեցիք երևի չէ։ Ասում է կա բարություն նրա այն մարդուն, ով որ քեզանից չէր սպասի։ Ուրս մի շաշմի է ես։ Ուրս իմանա թե Քրիստոս տեղի ունեցավ։ Ու երբ որ քո կատարածը բարությունը ինքը չընդունեց, բայց այդ պահին կարող է չընդունել, երկրորդ պահին չընդունի, երրորդ պահին չընդունի, չորրորդ պահին արդեն իր սառույցը կքանդվի, անընդհատ որ կրակը տաս, ինչքան ուզում ես կրակը տաս,
վերջը այդ սառույցը կհալվի։ Բայց եթե կա մի պահ հասնի, որ ապառաժ է, չի քանդվում, այստեղ է, որ դու այլևս մեղք չունես։ Սա կնշանակի, թե այն աճ ապտակներ ես կրել, զախիներ ես կրել, ինչքան տեղ կա ապտակվել ես, այդտեղ չկա ապտակվելու։ Արդեն ինքը պետք է ապտակվի։ Որովհետև սուրը վերցրել է, սրով է պետք է գնի։ Որովհետև աշխարհի ցանկություններով է առաջնորդվել, դրա համար Աստծուն արժանի չի դառնում։ Հովհաննես ավետարանուշն ասում է, մի կերպարանավորվեք այս աշխարհի կերպարանքով, կամ Պողոս Առաքելն նույնն ասում։ Մի սիրեք այս աշխարհը, ոչ էլ նրա մեջ այն ամենը, ինչ որ գոյություն է։ Մենք ինչ ենք սիրում այս աշխարհը, որովհետև այս աշխարհի մեջ այն ամենը, ինչ որ կա, մեր աչքի տեսանելիության համար է եւ մեր սրտի ցանկության համար, այսինքն մարմնավոր ցանկությունների համար է այս աշխարհը, աչքի ցանկությունների համար է։ Քրիստոսն ինչ էր ասում, քո աչքը եթե գայթակղեցնում է, կդրի դեմքից։ Ձերքը գայթակղեցնում է, կդրի դեմքից։ Չեն ասում թե հենց հիմա բերեն թուրը, կդրեն գցեն կողի։ Այլ ինչ է ուզում ասել, որ չսիրես աշխարհում այն ամենը, ինչ որ քո աչքը տեսնում է, սիրտը շոհում է, միտքը շոհում է, մարմինը շոհում է։ Ցանկություն է առաջանում քո մոտ։ Դրա համար ուրիշի կինը միշտ քաղցր է, ուրիշի կինը միշտ լավն է, քոնը վատն է, ուրիշինը լավն է։ Ուրիշի երեխան միշտ լավն է, քոնը վատն է։ Ուրիշի ընտանիքները միշտ լավն են, քոնը վատն է։ Ուրիշ երկրները լավն են, քոնը վատն են, ուրիշ ազգերը լավն են, քոնը վատն են, ուրիշ պետությունները լավ են, քոնը վատն են։ Ինչի համար, որտեղ մենք աշխարհ ենք սիրում, մենք Աստծուն չենք սիրում, մենք մարդուն չենք սիրում, մեր մարդկային կերպարի մեջ գտնվող Աստծուն չենք սիրում, մենք սիրում ենք աշխարհը, արտաքինն ենք մենք սիրում։ Չլսելով ավետարանի խոսքը, Պողոս Առաքյալի խոսքը, Հիսուս Քրիստոսի խոսքը, Հովհաննես ավետարանչի խոսքը, ասում է՝ մի սիրեք աշխարհը, ոչ էլ նրա մեջ այն ամեն ինչ որ գոյություն ունի, որտեղ դա ցանկությունից է։ Իսկ ամեն ցանկություն, ամեն ցանկասիրություն, ամեն աչքի տեսած այս աշխարհի վրա սատանայից է։ Չկա երկրի վրա մեկ նյութ, մեկ բան, որը սիրես ու դա Աստծուց։ Քո սերը միայն Աստված պիտի լինի։ Քո սերը միայն հոգևորը պիտի լինի։ Քո սերը միայն հոգևոր ցանկությունը պիտի լինի։ Սերը առավել բազմապատկի է հոգևոր ցանկության մեջ։ Որն է հոգևոր ցանկությունը։ Եղբայրասիրության մեջ ասում է մրցակցիր։ Թե որ ինքը քեզ բարություն է արել, ինքը քեզ ողորմություն է արել, դու կրկնակին դուր։ Մրցակցեք մեկը մեկին, սիրո մեջ մրցակցեք։ Համբերատարության մեջ մրցակցեք։ Այս է հոգևորը։ Ներողամտության մեջ մրցակցեք։ Խաղաղության մեջ մրցակցեք։ Ուրեմն սրա մեջ է Աստվածային։ Բայց այն ամենը ինչ որ շահից է բխում, դրա մեջ Աստվածային չկա։ Եվ ինքը ինձ բան է ասում, ես չասեմ։ Ինքը իմ ընտանիքից կբավ, ես չկպնեմ։ Ինքը քյորպից կբավ, ես չկպնեմ։ Իմ քյորպից հացը կդրեց, ես չկպնեմ։ Ուրեմն սա քրիստոնյայինը չէ։ Չկա այստեղ քրիստոնեություն։ Ինձանից է շատերը շատ բան են վերցնում, գիտեք։ Այնքան բան է տեղի ունեն իմ կյանքում։ Շատ բաներ է տեղի ունեն։ Եթե ես էլ փորձեմ մտածել սովորական մարդկային մտածողությամբ, ոչ հոգևորականի տեսանկյունից, ոչ քրիստոնյայի տեսանկյունից փորձեմ մտածել, հավատացեք, շատ ու շատ մարդիկ կքաշվեն։ Բայց առաջինը քաշվելու եմ ես։ Ինչի համար, որովհետև ես եմ կորցնելու ինքս ինձ։ Իմ հոգին ես եմ կորցնելու։ Այնքան մարդ է ինձ վատություն անում, այնքան մարդ է ինձանից վերցնում չի տալիս ինադու, այնքան մարդ է ինձ ձեռք առնում, այնքան մարդ է իմ բարությունը չարաշահում։ Բայց ես չարին չարով չեմ հատուցում։ Երբեք չի եղել, որ չարը չարով հատուցում։ Սա իմ միակ առավելությունն է։ Այս աշխարհի վրա ես էլ ձեր նման մեղավոր մարդ եմ։ Բայց ես գիտեմ իմ առավելություններն ու գիտեմ իմ թերությունները։ Իմ թերությունների մասին
Առանձին լացով է մարդասան։ Որպեսզի մարդկությունը չտեսնի այդ թերությունը, ինձանով չգայթակղվի։ Այնպես չէ, որ ես թերություն չունեմ։ Այնպես չէ, որ յուրաքանչյուր հոգևորական թերություն չունի, յուրաքանչյուր Աստծո խոսացող թերություն չունի, բոլորն են ունի։ Բայց եթե մարդկային տեսանկյունից նայենք, ինչ պետք է ասում են, ինչի թերությունների մասին չես խոսում, դե թերությունների մասին խոսա է, ինչի վատ գործերի մասին չէ, հələ խոսակպես դու ով ես։ Դա ճիշտ տեսանկյուն չէ, եթե մարդուն ստիպում ես իր վատ բաների մասին խոսել։ Պետք է մարդուն ստիպես լավ բաների մասին խոսա, որպեսզի վատ բաները չտեսնի։ Որտեղ դու կարող ես գայթակղվել, բայց կողքինդ կգայթակղվի։ Պատկերացրեք դիցուկ մի բան։ Ես սխող չեմ։ Ոչ սխում եմ, ոչ խմում եմ։ Բայց պատկերացրեք, ես սխող եմ։ Հոգևորական եմ, սխող եմ։ Բայց թաքուն եմ անում այդ ամեն ինչը։ Հիմա մեկ ուրիշ մեկը, եթե թեկուզ եւ բացահայտի, պետք է իցույց հասարակությանը դնի սատանայական ձևով, ինձ հավատացող, ինձ սիրող, ինձ նվիրող, ինձ իմ ճանապարհով, իմ խոսքի, իմ քարոզի ճանապարհով, բազմաթիվ մարդիկ հավատքի են եկել։ Բազմաթիվ մարդիկ Եհովայի վկայությունից ու ավետարանչականությունից դարձի են եկել։ Կռապաշտությունից դարձի են եկել։ Կեղծ հավատքից դարձի են եկել։ Հիմա մեկ անմիտ արարածի պատճառով, իմ անմիտ քայլի պատճառով, իմ կատարած անմիտ քայլի հետևանքով, այդ անմիտ մարդը կարող է բարձրաձայնի հարյուրավոր հավատացյալների առաջ, ու այն հարյուրավոր հավատացյալները, որ 15-20 տարվա ընթացքում մեծ տանջանքով ու տառապանքով հավատքի են եկել, մի անգամից հավատքը ոչինչ չէ։ Մեղավոր էր քահանան, կրկնակի, եռակի, քառակի մեղավոր էր խաբար տվող։ Որտեղ թեկուզ եւ եթե պատկերացնենք, հա, էլի եմ ասում, պատկերացրեք, թե քահանան դրամասեր է, պատկերացրեք քահանան շահամոլ է, պատկերացրեք քահանան ծախող է, քահանան խմող է, ամեն չարիքի մեջ է, բայց իր հավատացյալ ժողովրդի մեջ չի երևում այդպեսին։ Թաքցնում է, պահում է, ինքն է պատասխան տալու Աստծո առաջ, ինքն է գնալու դժոխք, թող ինքը գնա դժոխք, բայց գոնե 100 հոգի կփրկվեն։ Բայց մի հատ անմիտ արարածի պատճառով, որ քահանայի այդ թերությունները բացահայտում է հավատացյալ ժողովրդի առաջ, հարյուրավոր մարդկանց տանում է դժոխք։ Այստեղ ոչ թե քահանան է մեղավոր, այստեղ մեղավոր է խաբար տվող։ Ինչի համար, որովհետև չարիքը չարիքով է հատուցում։ Քրիստոսի խոսքը սրան է վերաբերում։ Չարիքը չարիքով մի հատուցիր, չարիքը բարությամբ հատուցիր, փորձիր կոծկել, փորձիր փագել, եթե գիտես, որ այդ ինչ բանը ընկերոջդ վնաս է, եթե գիտես, որ այդ ինչ կատարածդ քայլը եղբորդ վնաս է տալու, եթե գիտես, որ քո ասածը այո ճշմարտություն է, ինչ խոսք է, քո ընկերը մյուս ընկերոջդ նկատմամբ բամբասել, չար խոսք է ասել, վատ խոսք է ասել, հայո ելել, այնպես մի բան է ասել ու աններելի արարք է, բայց գիտես, եթե հանգարց դու այդ ընկերոջդ կատարած սխալ քայլը մյուս ընկերոջդ ականջին ասես, կկործանես նրան, մարդասպան կդարձնես, վատ մարդ կդարձնես, ատելի մարդ կդարձնես, ոչ քրիստոնյա մարդ, սատանայապաշտ կդարձնես, ուրեմն քո կատարած արարքը ավելի վատ է լինելու, քան այն ընկերոջը արարք, որ բամբասել է մյուս ընկերոջ դիմաց։ Բարդ է քրիստոնեական գաղափար, բայց եթե փորձում ես մտնել դրա մեջ, հասկանալ, թե ինչն է բարի, ինչն է աստվածային, ինչպես անես, որ Աստծո նման հավիտենական կյանքի արժանի դառնաս, ինչ անես, որ այդ ընկած վիճակից վեր բարձրանաս, ինչ անես, որ դրախտային կեցություն ապահովես քեզ համար, ընդամենը հետևել է պետք հետևյալ շարականի խոսքի, որ ասում է
կյանքի դրախտից ելնելու համար սա կյանքի դրախտն է։ Մեր պատկերացրածն է, արքը, փառքը, ամեն ինչը, այս աշխարհում ինչ որ կա, դա մեզ համար կյանքի դրախտն է։ Մենք գիտենք, թե եթե հարուստ ենք ու կյանքի դրախտի մեջ ենք։ Գիտենք, որ կյանքը վայելում ենք, ուտելով, խմելով, հագնելով, ոչ դարդ ունենք, ոչ ցավ ունենք, սոպ ու շվայտ կյանքով ապրում ենք։ Ուրեմն սա դրախտ է, դրախտը դրա մեջ չէ, դրախտը հոգուտ մեջ է։ Հոգով պետք է դրախտ ունես։ Ինչ օգուտ, եթե ամեն ինչ ունես, բայց ուրիշ անգամներ է եղել այս մասն ասել։ Եթե ամեն ինչ ունես, հարուստ ես, բայց քո կողքը ապրում է աղքատ հարևան։ Ուրեմն ամոթ քեզ, գեդինը մտնես։ Եթե որևէ մեկ մեծահարուստ պետք է ապրի մի գյուղում, բայց իր աջ եւ ձախ կողմում օր հացի կարոտ մարդ պետք է ապրի իբրև հարևան։ Ուրեմն ամոթ քեզ, գեդինը մտնես։ Դու քրիստոնյա չես, արժանի չես քրիստոնյա, անունը կրել։ Ինչ օգուտ։ Եթե դու պետք է ամբողջ աշխարհը պտտվես, ամեն մի հաճույք պետք է վայելես այս աշխարհի վրա, բայց քո բարեկամի, քո հարազատի, քո հարևանի, քո այլունակցի, քո ընկերոջ երեխան դպրոց գնալու կոշիկի կարիք ունի։ Օրվա հացի խնդիր ունի։ 50 դրամանոց դեղի խնդիր ունի։ Մի հատ պարացետամոլը առնես 10 խմես, որ մարդու ջերմությունը իշտի։ Բայց դու օրական 100,000 դրամներով ցպում ես։ Կապ չունի իրա խելքով է եղել, իրա խելքով չի եղել։ Դու քոնը արա, դու քոնը մատուցիր։ Երբ որ ասում են, թե եկեղեցում պետք է վճարես, ինչ ասում, լսիր իշխանավորներից, որովհետև նրանք ձեր հոգիների մասին են մտածում։ Պետք է վճարես, հարգը հարկ, վարկը վարկ։ Պետք է տաս, բայց տալուց չպետք է նայես, թե տվեցիր ինչ արի։ Այսօր հասարակության 99%-ը եկեղեցում 60 դրամ իբր թե մոմի փող է տալի, մի հատ էլ հաշվետու է կանգնում։ Ինչ են արել տերդերները 60 դրամ։ Գեդինը մտես 60 դրամը իբր թե Իրանից ինչ է ներկայացումը մի հատ է տվել ես մի հատ էլ հաշվետու ես։ Կամ երազդ ինչ է։ Դու պարտավոր ես քո ունեցվածքի 10-րդը տալու եկեղեցում, հələ երախտապարտ եղիր։ Շնորհակալ եղիր եկեղեցուն, եկեղեցականներին ու բոլոր հայրերին, որ 5 քրիստոնեական օրենքը անեծկով պարտադրանքով քո ընտանիքիդ վզին չի դրել։ Որ ամեն ամսվա երկամուտի 10%-ը պարտավոր ես, եթե ապրում ես այս աշխարհի վրա։ Եթե շնչում ես այս օդը, եթե ուտում ես, խմբում ես, եթե կաս, թեկուզ եւ կաս, ուրեմն Աստծով կաս, եթե կաս, Աստծո շնորհով կաս, ուրեմն պարտական ես միայն Աստծո, իսկ Աստծո բանկը, սպես ասեմ, ոնց ասեմ, որ պատկերացնելի լինի, Աստծո թագավորությունը, Աստծո բանկը, Աստծո հաշվապահությունը, Աստծո հարգի կենտրոնը, Աստծո երկրի վրայի կառավարությունը եկեղեցին։ Աստծո գանձարանը երկրի վրայի եկեղեցին։ Եթե դու ուզում ես փող հատուցես Տիրոջը քո շնչելու համար, ապրելու համար, ուտել խմելու համար, քո կեցության համար, ուզում ես հաշվետու լինես Տիրոջը, միայն շնորհակալությունը դա տեղ չի ասում։ Այդ շնորհակալությունը մաքսավորներն են ասել, մեղավորներն են ասում։ Մեղավոր մարդը, որ հավատք չունի, երբ որ իր կյանքում լավ բան է լինում, ասում է, շնորհակալ եմ, ես չեմ հավատում քեզ, որ դու երկնքում կաս թե չկաս, բայց որ ես ինչ բան է եղել է, եթե կաս, շնորհակալ եմ։
Հիմա դու իբրև քրիստոնյա, այդ մեղավոր մարդը, որ առավոտ ցերեկ իրիկուն ասում, հայոյելով ման է գալի, բայց այսօր մեզ է ստացվել, որ գնացել է գողության կամ գնացել է կազինո, $1 միլիոն կրել, ասում է Տեր Աստված շնորհակալ եմ, տվեց էլի։ Հիմա դու իբրև քրիստոնյա, ինչով ես տարբեր այդ մեղավոր մարդուց։ Ոչ մի բան։ Ընդհակառակ այդ մեղավոր մարդը քեզից առավել։ Հիմա դու ասում պիտի հաշվետու լինես, ինչպես պիտի հաշվետու լինես։ Իր երկրի թագավորությանը քո 10-րդը տալով։ Ուրեմն եթե քրիստոնեական աստվածաշնչյան հին օրենքը կիրառեն, ուրեմն յուրաքանչյուր մարդ իր ամսական եկամուտի, ընտանեկան եկամուտի 10-րդը պարտավոր է տալու եկեղեցին։ Ու առանց հաշվետվության ինչ արեց Տերերը։ Ինչ արեց եկեղեցին, ինչով զբաղվում։ Ինչ արեց, չի արել, դու քոնը արա։ Որտեւ ինքը ինչ անի կամ չանի, դրանով չէ որ դու պետք է փրկություն գտնես, այլ քո կատարած քայլով պետք է փրկություն գտնես։ Հիմա ես խոսում եմ, չէ, ժամերով խոսում եմ, ինքան շատ եմ սիրում խոսել, ձեր գլուխը տանում եմ։ Խոսում եմ։ Այն մարդ հիմա կընդունեք, չէ կընդունի, դուք գիտեք։ Ես ինձ տրված է խոսել, այդ շնորհը իմ վրա իջել է, այդ օծումով ինձ տվել է, Աստված ասել, պետք է գնաս խոսես, այնքան պետք է հաճաս, գլուխները տանես, ես էլ եկել հաճում եմ։ Հիմա ընդունողը կընդունի, չընդունողը չի ընդունի, հիմա կարևոր չէ, կընդունեն թե չեն ընդունի, սա չի կարևոր ինձ համար, այլ կարևորը որ ես խոսեմ։ Ինչ որ մի տեղ, ինչ որ մի բան, ինչ որ ժամանակ, հաստատ ձեր մեջ մի իրավիճակ տեղի կունենա, որ կհիշեք, որ 5 տարի առաջ, 10 տարի առաջ մի շատախոս տեր կար, կանգնել խոսում էր Իրանից դուրս, մենք էլ նստել սարել լսում էինք, էլ չկաբդել էինք, սարել էինք, մի հատ լսում էինք, կգա այդ պահը իրադարձության ու կհիշեք, թե ես ինչ էի ասել, կկիրառեք ձեր կյանքում լավը կլինի, բարին կլինի, Աստված կնահատի, Աստված կօրհնի։ Այդ ժամանակ 5 տարի հետո, 10 տարի հետո, 50 տարի հետո նոր կհիշեք, որ ճիշտ է վեր։ Հիմա դրա համար, դու քո լուման տալիս ես եկեղեցու, տալիս ես Աստծուն, տալիս ես մեկին, տալիս ես Աստծուն, տալիս ես աղքատին, տալիս ես Աստծուն։ Հիմա դու եթե քո կողքի հարևանին բարություն ես անում, քո ունեցվածքի կարողության մի մասը տալիս ես, Քրիստոսի խոսքն ես կատարում։ Ասում եմ, եթե մեկը քեզանից քո շաբիկը դուզի, բաճկոն դեր հետը դուր։ Մի նայի թե ինչ է անելու, ինչ է անել։ Կարող տանում ծախում է։ Ու ինքը նորից տեքնոր ման է գալիս, կարևոր չէ։ Կարևորը դու տվել ես։ Կարևորը դու իրան չես նմանվել։ Չարը չարով չես հատուցել, այս է կարևոր։ Հիմա դու աղքատին օգնել ես, տարել ես, որ իրա քյորպա երեխան կերակրվի, դե այնպես չէ որ վատ է որ հետևես, որ այդ երեխեն գոնե ուտի այդ տվածը բարությունից, լավ է, վատ չէ, բայց որ տեսնում ես, որ ծնողը, բարեկամը, հարազատը անարդարություն է գործում, ճիշտ չի ապրում թեկուզ և, դա չի նշանակում, թե հաջորդիվ այլևս չպետք է անես։ Եթե մեկին բարություն ես արել, զգում ես, որ այդ բարությունը տեղ չի հասնում, զգում ես քո շնորհակալությունը տեղ չի հասել, ընդհակառակը չարությամբ է անում, դա չի նշանակում, թե չպետք է անես, այլևս չպետք է անես, պետք է անես։ Այդպես որ լիներ, պատկերացրեք Աստծու առաջ մենք ինչքան ենք չարանում, ինչքան սխալ ենք գործում։ Այդպես որ լիներ Աստված մեզ հեչ բան չպետք է աներ։ Երես պետք է թեկեր ասել, գնացեք իշխուսեք եղեք։ Այդպես լիներ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի է կոչում, չէ ազգային եկեղեցի ենք մենք կոչում։ Մենք մեր մասին մտածենք։ Առաքելական եկեղեցին ազգային եկեղեցի է, հայ ժողովրդի եկեղեցին է, չէ։ Ինչքան է հալածվել այս եկեղեցին, կարակ թվարկեք։ Պատմության մեջ այդպիսի մի դարաշրջան եղել է, որ այս եկեղեցին քացուտակ չառն է ժողովուրդը։ Հենց այն ժողովուրդը, ում որ կերծրել է այս եկեղեցին։ Այն ժողովուրդը, ում որ տվեց լեզու, ում որ տվեց գրականություն, ում տվեց պատմություն, ում տվեց ինքնություն,
ապրելու հնարավորություն, կյանք, հույս, նվիրում, սեր, ջերմություն, նրա փոխարեն պատերազմեց թշնամի դեմ, նրա փոխարեն զոհվեց թշնամիների դեմ, նրա փոխարեն հաղթանակներ ճաշակեց։ Ուրիշ անգամներ միշտ եղել է, չէ՞, մեր բոլոր պատերազմական հաղթանակները, որ մենք կրել ենք, եկեղեցականների շնորհիվ ենք կրել։ Որովհետև եթե պատմությունը թերթես կտեսնես, Բաշապարանի պատերազմ, չգիտեմ ճակատամարտ, այնտեղ բոլոր տեսակի ճակատամարտները, որոնց որ հաղթանակ են կրել, կամ թեկուզ պատիվ ենք ճաշակել, կամ թեկուզ ստիպել ենք թշնամուն մեզ հարգել, դա եկեղեցի շնորհիվ է եղել, եկեղեցու առաջնորդների շնորհիվ է եղել։ Աստծո շնորհիվ է եղել։ Եթե ասում ենք եկեղեցու կամ եկեղեցու առաջնորդները, պատկերացրեք Աստծո շնորհիվ։ Բայց մեր ժողովուրդը ինչպես է հատուցել, ժամանակ քանդելով, ավիրելով, սրբապղծելով, ոչնչացնելով, անիծելով, տրտնջալով, դժգոհելով, բամբասելով, քծելով, քաշելով, մինչև էս։ Նույնն էր 75 տարի ինչ երեք եկեղեցի գլուխը։ Մի լավ բան արած կանք 75 տարվա մեջ։ 1700 տարի եկեղեցին տնեց, տանջվեց, տարապեց, այս ազգին ազգ կերտեց, սարքեց, դրեց։ Երկիրը մշակեց, դրեց ձեռքը, ինչ է, բզիկ, արին ես երկիրը, քանդին, քայքային, կեսը տվին, թուրքին կեսը տվին, պարսիկին կեսը տվին, սրան կեսը տվին, նրան, սրա ոտքերի տակ պարգան, նրա ոտքերի տակ պարգան, եկեղեցին տշի։ Եկավ հասավ ծայրայր վիճակի մեջ, էլի ասում, փրկիր մեզ, տեշ։ Và մինչև այդ որ առոք ապրում էր կոմունիստական կուսակցության լծի տակ, ինչի չէր ասում, փրկիր մեզ, տեշ։ Դե չգիտեիր, որ 75-80 տարի որ քանդիր, ավիրիր, սրբապղծիր, ոչնչացրիր, դրանից հետո պետք է պատիժ կրեիր։ Դրանից հետո պետք է զրկվեիր, պետք է քեզնից զոհաբերեիր, չէ՞։ Դե չգիտեիր, ընդ որում որ չապաշխարեցինք, արտաքսվեցինք դրախտից, չապաշխարեցինք, որ հետ դառնայինք։ 30 տարի չապաշխարեցինք, որ հետ դառնայինք, ընդհակառակը գնացինք չարի հետևից, չարին չարով հագեցինք, քիչ է եկեղեցին հալածեցինք 30 տարի, 75 տարի սրբապղծինք, քանդինք, հեշտման չարինք, հողին հավասարեցինք, քիչ է 30 տարի էլ ընկել ենք եկեղեցու հետևից։ Ուզում էինք, որ Աստված չկտրեր, ուզում էինք, որ Աստված է մեր տունը չքանդեր, ուզում էինք լավ բան լիներ, ուզում էինք չզրկվեինք, թշնամու գերի չդառնայինք, դեպի ինչ էինք ուզում։ Ասենք չենք մտածում, իբրև ազգ, իբրև քրիստոնյա, չենք մտածում մենք, որ գիտես ինչ, քո կատարած քայլը քո դեմ է բռալու, բումերանգ է, պտտվելու է, գա քո դուռը։ Ուրիշ, մեկին դու ադուսին չես անում, մեկին ասի չոր, այդ չորը պտտվելու է կարկոտ, մեկին ասի ապուշ, այդ ապուշը պտտվելու է կարկոտ, մեկին անպակվեցիր, հայոյեցիր, այդ հայոյանքը պտտվելու է գարու է կոտուրը, այսօրվա ավետարանի խոսքը չէ։ Երդում էլ չպետի ուտես, որտև դու հաստատ երդումը պահող չես։ Մենք երթվում ենք այդ պահի ազդեցության տակ։ Հաջորդիվ սկսում ենք ճողոպրել, դե չստացվավ, դե գիտես ինչպես, դե գիտես ինչ ըմպես, սկսում ենք ճողոպրել, իսկ Աստված ինչ է ասում, քո այոն թող լինի, այոից ոչը թող լինի ոչ։ Դրա համար մի երթվի, որովհետև երթվար տակից ուշ ես կա։ Երթվար ու կա գալիս։ Ուրիշ անգամ եղել է, չէ, որ պատմել են մարգարեական գրքերի պատմություն, որ հրեական թագավորներից մեկը պատերազմ մեղում այդ երկրների դեմ բոլոր տեղերում հաղթում է։ Մնում է մեկ տեղ, որ պետք է պատերազմի, խնդրում է, Տիրոջ ասում է, «Էս մի հաղթանակներ, եթե ինձ տվեցիր, երթվում եմ քո առաջ»։ Պատերազմը հաղթած հետ վերադարձա տուն։ Տանս դուռը առաջինը ով բացեց դուրս եկավ, զոհաբերելու եմ քեզ համար։ Պատերազմը հաղթում է հետ է վերադառնում, գնում հասնում է տան դրա դիմաց, իր մին ու ճար դուստերը, դուռը բացում, որն ընդառաջ է գալիս։
երթում է տվեց Տիրոջ առաջ։ Պետք է կատարի։ Աղջկան պետք է զոհաբերի Աստծո առաջ։ Տրտմում է թագավորը։ Ասում է հայր, բայց հաղթանակից ես հետ եկել, ինչ ես տրտմում։ Ասում է ես ինքս մի վատ բան եմ արել, որ գիտեմ, որ դրա տակից դուրս չեմ գա։ Ասում է ես պատերազմից առաջ Աստծուն խնդրեցի, որ եթե պատերազմը թույլ տաս ես հաղթեմ, տուն վերադարձին ամենաառաջին մարդը, ով որ իմ դուռը կբացի դուրս կգա, զոհաբեր է։ Ասում է ու դու բացեցիր դուրս եկար։ Դու միակ աղջիկը, որ երկար տարիներ ես երազում էի, որ ունենայի մի զավակ ու քեզ ունեցա։ Ու հիմա քեզ պետք է զոհաբերեմ ասում։ Դու սրնասում է, եթե ասել ես, պետք է անես։ Եվ դսերը զոհաբերում է Աստծուն։ Կատարվում է իրականություն։ Դսերը զոհաբերում, որտեղ երթում է տրվել։ Հիմա մենք, հիմա դուք, հիմա մենք բոլորս Աստծուն երթում կտանք, մարդուն երթում կտանք, բայց երթում տվել ես պետք է կատարես։ Ավելի լավ է երթում չտաս, քան թե երթում ես։ Մենք երթվում ենք ասում, ես 7 տարի մատաղ պետք է անեմ։ Ու գնաց, այս ինչ օր է, այս ինչ ամի մատաղ, մեկ եկավ այդ օրը հասավ, ինչ որ մի բան ծրեց, չկատարեցիր, այդ տարին ձգեցիր, երկրորդ տարին ձգեցիր, մկրտություններն էլ այդպես լինում։ Այս տարի հաստատ մկրտել է։ Ու Սատանան ասում է, հա, հետ հեսնեմ դու կարաս մկրտես, գանի ենքան փորձակ բերեմ գլխին, շահով եկան հետապնդե, որ չանես այդ ամեն ինչ։ Ու ինչ է անում, գայթակղում է քեզ։ Գայթակղում է, որ այդ մկրտությունը հաձգի, որ երթումը տեղ չհասնի։ Ու երբ որ երթումը չի կատարվում, ինչ է լինում, դժբախտության վրա, ցավ ցավի վրա, փորձության վրա, դառնության վրա։ Ինչի համար, որտեղ երթում ես տվել, խոստում ես տվել, չես կատարել։ Դրա համար թող քո այոն լինի, այո, ոչ, Աստված գիտի, ես չգիտեմ։ Օրինակ տուն, որ լինում է երեկոյան ժամ 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին, ես նոր տուն եմ գնում։ Իմ ծառայությունը ժամը գիշերվա 11-ին, երբեմն 12-ին է ավարտվում։ Ես առավոտյան ժամը 8-ին 8:30 տանից դուրս եմ գալիս իմ երեխեքից, չեմ տեսնում գիշերվա ժամը 11-12-ին գնում եմ երեխեքից քնած եմ։ Ես այդպես եմ իմ երեխեքի դաստիարակությունից տեղյակ չեմ։ Որտեւ իմ ամբողջ առաքելությունը ուժը դրել եմ իմ ծառայության վրա։ Բայց երբ որ զանգում են, ինչ որ դեպք է լինում, ինչ-որ վերջը տուն է։ Զանգում ասում են, երբ պետք է տուն գաս Տեր հայր, ասում Աստված գիտի։ Ինչ ասեմ կես ժամից, ու որ կես ժամից չգնացի։ Խոստացա ու չգնացի։ Կամ որ ինչ որ բան են ուզում ինձանից, թեկուզ իմ տունը, թեկուզ բարեկամներս, հարազատներս, մարդիկ, մարդկությունը, չգիտեմ, Աստված գիտի։ Ես չգիտեմ։ Անկամ հուղարկավորությունն ինչ է, որ օրինակ մարդ զանգել է, ասում է Տեր այր, վաղը հուղարկավորություն ունենք, ես չեմ ասում, հա, հաստատ, լրիվ, նորմալ։ Ասում չգիտեմ, ժողովուրդ ջան, տեսնեք։ Մինչև վաղը ազատ է, բայց մինչև վաղը ես կապրեմ, թե չեմ ապրի, թե Աստված գիտի։ Ես ինչ իմ, ես քեզ խոստանամ, որ հա 100% ես եմ լինելու քո ննջեցյալիդ հուղարկավորը, բա որ մինչև վաղը այդ ինչ ժամին մի հատ դժբախտություն է, ինչ որ մի բան եղավ, իմ խոստումը դրժեցի, այդ ժամանակ ինչ եք անում, դրա համար ես հստակ պատասխան որևէ մեկին, որևէ մեկ ժամանակ չեմ տալիս, ասում, չգիտեմ, Աստված գիտի, հնարավոր, գուցե, տեսնենք, ուրեմն շատ բան կա, որի մասին կարելի է խոսել, որի մասին կարելի է ասել, այս ամեն ինչը ինչ է, այս ամեն ինչը մեր ընկած վիճակից է, մեր արտաքսված վիճակից է, այսօրվա կիրակին արտաքսման այդ դրա մասին էր։ Դրա համար շարատանակիչն ասում է, կյանքի դրախտից ելնելու համար մեր նախահոր տրտմության հետ մենք էլ ընդունենք ապաշխարության տրտմությունը, առաջին հերթին, ապաշխարության ճանապարհը, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ դաժան լինի, ինչքան էլ անհնարին լինի, մեր նախահոր հետ միասին, մեր հարազատների, բարեկամների հետ բոլորս միասին ընդունենք ապաշխարության տրտմությունը, տքնենք, տառապենք, որպեսզի այս վիճակից դուրս գանք, որպեսզի Քրիստոսի հարությամբ, երբ որ հասնենք հարության օրը,
արժանանանք մտնել ճշմարիտ եկեղեցու դրախտ։ Այսինքն մտնենք այն ասել թագավորություն, որտեղ որ Աստված միշտ մեզ սպասում է։ Դրա համար թող Աստված ուժ կարողություն տա բոլորիս, ապաշխարության ոգի տա, հավատի ուժ ու զորություն տա, ներողամտություն տա եւ փոխի մեր ներսի գտնվող մարդուն։ Այն մարդուն, որը որ դեռ չի ծառայում ասում։ Չի է ծառայում ասել թե սատանային, բայց դեռ կամուկացի մեջ է։ Ուրեմն գտնենք այդ մարդուն, բերենք դեպի Աստված, որպեսզի Աստված մեզ տա ճշմարիտ ապաշխարություն հասցնելու մինչ հաջորդ կիրակից, մյուս կիրակ եւ այսպես մինչեւ հարության օր։ Թող Աստծո սերը, խաղաղությունը բոլորիս հետ վրա այժմ եւ հավիտյան սապ։